Այստեղ այնպիսի մարդիկ են, որոնց ձեռքը սեղմելիս զգում է Սարյան հոտը։ Ես ստիպված եմ նույն սեղանի շուրջ նստել նրանց հետ, ովքեր մեր ժողովրդի դահիճներն են։ Դա ֆիզիկական ցավ է պատճառում ինձ։ Այս խոսքերը Վահան Տերյանը գրել է 1917-ից 1918 թվականների ձմռանը Բրեստ-Լիտովսկի Սառած քաղաքում, որտեղ պատմության ամենադաժան սեղաններից մեկի շուրջ էր նստած։ Բոլշևիկյան Ռուսաստանը խաղաղություն էր փնտրում կենտրոնական տերությունների հետ։ Բանակցությունների սեղանին նստած էին Թուրքիայի ամենասարսափելի դեմքերը՝ Թալյատ Փաշան, Էնվեր Փաշան և Իբրահիմ Հաքի Փաշան։ Նրանց ձեռքերը դեռևս կարմիր էին 1915 թվականի ցեղասպանության արյունից։ Իսկ հայկական կողմից այս սեղանին ներկա էր միայն մեկ մարդ՝ Վահան Տերյանը, բանաստեղծը, ով դարձել էր հայկական հարցերի խորհրդական։ Տերյանը գիտեր ում հետ է գործ ունենում, բայց պարտավոր էր խոսել։ Նա բարձրացրեց Արևմտյան Հայաստանի ինքնավարության և թուրքական զորքերի դուրսբերման հարցը։ Թալյատ Փաշան ցինիկ ժպիտով պատասխանեց. հայկական հարցը արդեն լուծված է, այնտեղ այլևս հայեր չկան։ Տերյանը ստիպված էր լսել, թե ինչպես է մարդասպանը ծաղրում իր ժողովրդին։ Դուք պետություն եք ուզում, մի վայրում, որտեղ միայն քարեր են մնացել։ Էնվերը փորձում է ավելի բարեկամական երանգ հաղորդել խոսքերին։ Մենք հայերի դեմ չենք, պարզապես Ռուսաստանն է ձեզ գրգռում։ Այդ նուրբ սուտը Տերյանը զգում է որպես դաշույնի հարված։ Նա գրում էր. դժոխքի դահիճների հետ բանակցելն էր սա։ Ամեն օր, ամեն ձեռքսեղմում, ամեն հայացք, ֆիզիկական տանջանք էր։ Բայց Տերյանը չէր հանձնվում։ Նա կատաղի պայքարում էր, որպեսզի Ռուսաստանը չզիջի Կարսը, Արդահանը և Բաթումը։ Գրեց հատուկ հուշագիր, որտեղ փաստերով ապացուցվում էր, որ հայկական հողերի հանձնումը նշանակում է նոր կոտորածների դուռ բացել։ Փաստաթուղթը հասցրեց խորհրդային ղեկավարությանը։ Պատասխան չեղավ։ Աշխարհաքաղաքական շահերը ավելի կարևոր էին, քան մի փոքր ժողովրդի ցավը։ 1918 թվականի մարտի 3-ին ստորագրվեց Բեստ-Լիտովսկիի պայմանագիրը։ Բոլշևիկները զիջեցին այդ տարածքները։ Տերյանի համար դա ոչ միայն քաղաքական պարտություն էր, այլև խորքային անձնական ողբերգություն։ Նա, ով ողջ կյանքում երազել էր ազատ և արժանապատիվ Հայաստանի մասին, ստիպված էր տեսնել, թե ինչպես են իր ժողովրդի ոսկորների վրա նոր սահմաններ գծում։ Տերյանը հեռացավ այդ սեղանից հոգով ջարդված, բայց մաքուր։ Նա չվաճառեց իր արժանապատվությունը, նա չլռեց։ Եվ հենց այդ անկոտրում ոգին է, որ Տերյանին դարձնում է ոչ միայն բանաստեղծ, այլև հայկական պատմության ամենապայծառ ու ամենատրագիկ դեմքերից մեկը։ Այստեղ այնպիսի մարդիկ են, որոնց ձեռքը սեղմելիս զգում է Սարյան հոտը, բայց նա այդ ձեռքերը սեղմեց ոչ թե վախից, այլ որպեսզի իր ժողովրդի ձայնը հնչի նույնիսկ դժոխքում։